Ժաննա բարև, շտապում եմ, արագ ասա քեզ լսեմ ու գնամ։ Ընկերուս հայրը իրավական հարց ունի վնասների հատուցման գործով։ Ուրեմն դիմել է փաստաբանի, բայց ոնց որ շատ մեծ գումար է ուզել, բացի այդ էլ ասել է, որ գործի ելքը իրենից կախված չէ, հայցը կամ կբավարարվի, կամ կմերժվի։ Կարող ես հանդիպել, հասկանալ ինչ կարող ենք անել։ Ժաննա, ես իրոք գործը չեմ կարող վերցնել, շատ ծանրաբեռնված եմ։ Բացի դա էլ ասպես փաստաբան ունի, կարծում եմ իմ կողմից կոռեկտ չի լինի իրեն ընդունելը։ Միայն մի բան կարող եմ ասել, որ փաստաբան Աշոտը սխալ բան չի արել։ Գործի ելքը իրոք իրենից կախված չի։ Լավ, գոնե հանդիպում կազմակերպես, մի հատ հասկանանք, փաստաբանը իրոք ճիշտ ելք է առաջարկել, նոր պայմանագիր կնքենք։ Ժաննա, որ դու ես խնդրում կհանդիպեմ։ Խորհրդատվությունն էլ անվճար կտրամադրեմ, բայց գործը չեմ խոստանում, որ կվերցնեմ։ Բարև ձեզ, ես եկել եմ փաստաբան Արթուրի մոտ, մենք պայմանավորված ենք։ Մանց, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ, Ժանան ասել էր, որ ձեզ մոտենա։ Գիտեմ, տեղյակ եմ, լսում եմ ձեզ։ Ես դիմել եմ մի փաստաբանի, անկեղծ ասած անգարագետի մեկն է։ Համասեց, չգիտի հայցը կբավարարի թե չէ, համել պահանջող գումարի 20%-ը որպես հոնորար ես պետք է տամ իրեն։ Հիմա ասեք տեսնեմ, այդ նորմալ է։ Դուք ձեր իրավական խնդիրը ներկայացրիք, եւ եթե փաստաթղթեր ունեք, նաեւ դրանք ներկայացրիք։ Փաստաթղթեր ինչ է չունեմ։ Բայց տեսեք խնդիրն ինչու՞մն է։ 7 տարի առաջ մարդկով գումար եմ տվել ու մինչև օրս չեմ վերադարձրել։ Նախորդ փաստաբանն ասեց, որ դժվար իրեն կան դատարան ու կասեն, որ գումար չեն ստացել։ Ես էլ եմ կարծում, որ նրանք կգան դատարան ու կասեն, որ այդ գումարը ստացել են։ Տեսեք, ես կարծում եմ, որ այս գործը դատարանում իրատեսական չի հաղթել։ Չի։ Դե օրինակ ինչպես եք ապացուցելու, որ այդ գումարը փոխհարուցությամբ եք տվել եւ ոչ թե օրինակ որպես նվեր։ Ոնց իրանք եկա։ Տեսեք, բացի այդ, կողմը կարող է առասարակ չներկայանալ դատական նիստերին։ Ու դուք նաեւ այդ պարագայում հնարավորություն չեք ունենա հարցեր տալ։ Նաեւ արկա է հայցային վաղեմության խնդիր։ Բացի այդ նկատի ունեցեք, որ պետական տուրքի համար վճարված գումարն եք կորցնելու այցի մերժման դեպքում։ Փաստորեն դուք էլ բանի պետք չեք։ Լավ, ասեք խորհրդատվության համար ինչքան գումար են վճարելու, մեկ էլ տվեք պայմանագիրը ստորագրեմ։ Մի օրինակ էլ ինձ կտակ։ Գումար վճարելու անհրաժեշտություն չկա։ Խորհրդատվության համար էլ պայմանագիր չեն կրկնում։ Արթուր ջան, անհանգիստ եմ, դու էլ չզանգեցիր, ոնց անցավ։ Գլխի կգա գործը։ Չեմ կարծում։ Ամեն դեպքում ես իրեն բացատրեցի, որ համ վաղեմության խնդիր ունի, համ ապացույց չունի։ Նաև զգուշացրել եմ, որ պարտվելու դեպքում նախապես վճարված տուրքի գումարը չի վերադարձվելու։ Ինքը փոքր թիվ չի։ Մնացածն արդեն ինքը թող որոշի, ոչ տարօրինակ մարդ է։ Իհարկե փաստաբանն էլ վատը չի, երաշխավորված պարտված գործով ուզում է գումարի 20%-ը։ Բայց դե իրեն այդպես չեմ ասել։ Քո հետ եմ ուղղակի կիսվում։ Հարց առաջին. Նշված իրավիճակում արդյոք փաստաբան Արթուր Արամյանը հրապարակել է փաստաբանական գաղտնիքը եւ դրանով թույլ է տվել կարգապահական խախտում, թե ոչ։ Հարց երկրորդ. Նշված իրավիճակում արդյոք փաստաբան Արթուր Արամյանը մեկ այլ փաստաբանի պատիվը, արժանապատվությունը կամ համբավը արատավորող արտահայտություն է կատարել եւ դրանով թույլ է տվել կարգապահական խախտում, թե ոչ։ Հարց երրորդ. Նշված իրավիճակում արդյոք փաստաբան Արթուր Արամյանը դրդել է Գեգամ Մանուկյանին լուծել իր պայմանագիրը մեկ այլ փաստաբանի հետ եւ դրանով թույլ է տվել կարգապահական խախտում, թե ոչ։ Հարց 4. Նշված իրավիճակում փաստաբան Արթուր Արամյանը Գեգամ Մանուկյանին խորհրդատվություն տրամադրելու պարագայում արդյոք չպետք է պայմանագիր կնքեր եւ պայմանագիր չկնքելով արդյոք թույլ է տվել կարգապահական խախտում, թե ոչ։